Ամբողջ գիշերը լուսամուտը փակել եմ, տերները փակել եմ։ Ցերեկով էլ դուռը փակում եմ, դարբասը փակում եմ, վախենում եմ։ Մալիշկայի բնակիչները ավելի քան 10 օր է ահ ու սարսափով են գիշերը լուսացնում։ Բնակիչների խոսքով գիշերային ժամերին գյուղում հայտնվում է դիմակավորված անհայտ անձ, որը քարեր է նետում բնակելի տների, պատուհանների, դարպասների ուղղությամբ ու վախեցնում բնակիչներին։ Ես տունն եմ մեր բախչայի մեջ են, մեկ չեն իան թխկոցերի գա, շխկոցերի գա։ Ես ինքս իրան վախենում եի, ասում կարող է եկե մտեմ իր բախչա։ Գյուղի տղամարդիկ մեծից փոքր մութ նկնելուն պես հերթապահում են փողոցներում, որպեսզի գտնեն ու բռնեն դիմակավորված անհայտ անձին, բայց անարդյունք։ Տեսանք մեկ էլ ընկնում ենք այդ այսօր բռնենք անհայտանում, գիշեր կամ ծառիա վրա թռնում կամ մի քոլի հետևա մտնում, մի հերթափոխ է կայնում, պահակ են կանգնում, որ բռնեն, բայց դե իտոգում ոչինչ հալը չկա։ Գիշերային հերթապահություններից մեկի ժամանակ Զարմիկ Օսիպյանը նույնպես հանդիպել է դիմակավորված անձին։ Ժամը 1:30-ից 2-ի սահմաններում իր տան հետևում նկատել են նրան, սակայն մոտենալուն պես տղամարդը փախել է։ Տան հետևին փախված էր, տեսա փախավ, խփակ փետով շպրտան փետի չկպավ, փախավ։ Բայց ստեղ թաղը մտերա լուսամուտա ջարդուն, դուրնացածը։ Փորձել եք բռնել, չի ստացվել, հա։ Չի ստացվում, ինքը շատ արագ փախնում է։ Հետո ժամը 4-ը թաղն եղել։ Դրանից հետո գնացել է չեք տես։ Գիշերային պատմությունները ամենաշատը երեխաներին են վախեցրել։ Սիլվա Գասպարյանը, որը դպրոցականների հետ դասապատրաստում է անցկացնում, ասում է. երեխաները դժվարությամբ են կենտրոնանում դասերի վրա։ Ես պարապում եմ, երեխաներ են գալիս պարապում, մի շատ ահուսարսափով, անգամ ամենալավագույն երեխան հիմա հետ է գնացել, որտեվ ահուսարսափով պարում սկսում է դողացնել, որտեվ իրանց տանը երկու անգամ եղել է խոսակցություն լսել ու ինքը շատ սարսափով է։ Պահալինում անկախ իրենցից դաժե աչքերն են լցնում, որ կարող է մեզ էլ դպրոց գնանք գողանան, տանեն, անգամ այդ կարգի բան է պատկերացրեք։ Լուսիկ Շահբազյանն էլ է գիշերը արթուն լուսացրել, հյուրասենյակից պարբերաբար կրկնվող ձայն է լսել, որը սկզբում հեռախոսազանգ է թվացել։ Լուսիկի խոսքով գյուղում արդեն տարբեր վարկածներ են շրջանառվում, անգամ կարծում են մի քանի հոգի կարող են լինել։ Հենց իմինա թուրքերն են։ Մեջին հաղորդ է դիշ տկոցերի հեռախոսի։ Մի խոք չի։ Շատ վեր են ուրեմն։ Մեն մարդը բան չի, անծանոթ մարդը է։ Մալիշկայի բնակիչները դեռ չգիտեն ով է դիմակավորված անձը եւ ինչու է գիշերները հայտնվում գյուղում։ Գյուղացիները դիմել են իրավապահներին, սակայն անհայտ անձին հայտնաբերել դեռևս չի հաջողվել։ Ներքին գործերի նախարարությունից Նյուզեյեմին հայտնեցին, որ որոնողական աշխատանքները շարունակվում են։ Իսկ տեղացիները շարունակում են հերթապահել, հույս ունենալով, որ հերթական անգամ նրան նկատելու դեպքում կկարողանան բռնել ու Մալիշկայի անդորը կվերականգնվի։